Նույնպես եւ արուները, թողնելով էքի հանդեպ, տեսեք, էքի հանդեպ բնական պետքերը, կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ, արուների հետ խայտարակություն էին գործում եւ փոխարենը իրենց անձերի մեջ ընդունում են իրենց մոլորության հատուցումը։ Ուրեմն արուի ցանկությունը էքի հանդեպ սա բնական երևույթ է, այսինքն տղամարդը պետք է կին սիրի, կինը պետք է տղամարդ սիրի։ Հիմա ասում է սրանք էլ իրենց մեջ բորբոքվելով իրենց ցանկությունների մեջ էքի հանդեպ բնական պետքը թողեցին, ասեցին արուի հետ խառնակվել է, սա դարձավ խայտառակություն եւ ասում իրենց պատիժը կրեցին իրենց անձերի մեջ։ Ուրեմն արուների հետ հանդեպ բորբոքվեցին կրքերով ու ցանկություններով, սա նորմալ չի, նույնիսկ կենթանական աշխարհի մեջ այսպիսի բան չկա, սա միայն մարդուն է հատուկ, այս զիբիլը, այս աղբը, որ մարդը կարող է տղամարդուն ցանկանալ եւ սիրել։ Ուրեմն հնարավոր չէր զսպել այս ցանկությունները, որտեղ այդ գիրքը երբ որ բորբոքվում է կրակի պես, անհնար է զսպել, սրան սահման չունի։ Միայն հոգեվոր կյանք ապրող մարդը կարող է հոգեվոր աղոթքով խնդրելով ասում այդ մեղքերից հեռու, ինչպես որ մոլություն է դառնում հարբեցողությունը, խաղամոլությունը, մարմնավաճառությունը, այս ամեն ինչը ցանկություններն ու կրքերն են, որ բնական վիճակը քո սպանում ես քո մեջ, հեռանում ես ճշմարտությունից եւ հայտնվում ես կեղծիքի եւ ստի մեջ։ Եթե որևէ տղամարդ, տեսեք Ղևտացիների նամակից այդ հատվածը ընթերցում, ասում է, եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պարկ ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն են գործում, երկուսն էլ թող մահանան, որովհետև մահապարտ են, ասում են, երկուսն էլ քարկոծելով սպանել։ Եթե տղամարդը պարկում է ինչպես կնոջ հետ, երկուսն էլ սպանել։ Թույլ չի տալիս սպարել հասարակության մեջ։ Նույնպես ասում են, եթե կինը կնոջ հետ, եթե տղամարդը կենթանու հետ, այսպես հերթականությամբ փորձեք կարդալ այդ 19-րդ գլուխը Ղևտացիների, երկուսին էլ սպանել։ Ուրեմն այսինքն եթե մարդը ֆիզիկապես իրավունք չունի այլևս ապրել է հասարակության մեջ, ուրեմն երկնքի արքայության մեջ առավել եւս այսպիսի մարդիկ չեն կարող լինել, որովհետեւ Աստծո առողջակրթությունը ոչնչացրեցին։